Բարև ձեզ, իմ սիրելի հետևորդներ և շատ սիրելի երևանցիներ, շատ կարճ ուզում եմ անդրադառնալ մի հարցի, որը այսօր տեղի ունեցել Երևան քաղաքում, նոր վարչական շրջանում միջնաշերտում աճող շատ նորմալ արտակարգ վիճակում գտնվող ուրեմն ծառերը եւ թփերը, այդ թվում նաեւ ծաղկած խնձորենին հատվել են կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն ՀԱԿ-ի պատասխանատուների կողմից։ Բազմիցս եմ խոսել Երևան քաղաքում ծառահատումների անթույլատրելիության մասին, բայց այն, ինչ որ այսօր տեղի ունեցավ, ուղղակի անուն չունի, որովհետև չես հասկանում ինչի համար էր պետք միջնաշերտում հեռացնել այդ ծառերը, եւ քիչ առաջ էլ տեղեկացա, որ նորից օտարածին ինչ որ ծառատեսակներ են ուզում տնկել, ամբողջ լանջը լացող սաֆուրաններ, անհասկանալի է ինչի համար պետք է մեր ծառերը լացեն ամբողջ երկայնքով, եւ նաեւ օտարածին այլ բույսերով, որոնք որ բաց հրցակցրտադիմացկուն չեն, սանիտարական ֆունկցիայով օժտված չեն, Վրաստանում շատ ընդունված են, բայց դա չի նշանակում, որ այն բույսերը, որոնք որ կարելի է տնկել Թիֆլիսում կամ Բաթումում, այդ նույն բույսերը պետք է բերել Երևան քաղաքում եւ միջնաշերտերում տնկել այն պարագայում, որ այդտեղ տնկված այն թեղիներ, որոնք որ արտակարգ սանիտարական ֆունկցիա ունեն եւ փոշին նստեցնելու առումով թիվ 1 ծառատեսակն է, ինչի մասին կամ բազմաթիվ գիտական աշխատանքներ, այդ թվում Երևանի բուսաբանության ինստիտուտում կատարված դեռ խորհրդային տարիներին։ Ուստի հաշվի առնելով այս ամենի անթույլատրելի լինելը եւ սպառելով Հայաստանի Հանրապետությունում թե պետական մարմինները, բոլոր նախարարությունները, տեսչական բոլոր մարմինները, ինչպես նաև դիմել ենք դատական ատյաններին այս խնդրին ուրեմն լուծում տալու համար, դիմել էի նաև միջազգային փորձագետներին, բոլորից ստացել եմ խիստ բացասական վերաբերմունք, որ չի կարելի անել այն, ինչ որ հիմա տեղի է ունենում Երևան քաղաքում վերջին 3 տարիներից ի վեր եւ նաև մի սարսափելի բան, այդ փոփոխված շմագի մասին օրենքը, որը ուղիղ հակասում է ուրեմն Օրհուզի կոնվենցիային, այսինքն հետ այսու պետք չի իրականացնել հանրային լսումներ, որովիցե քննարկումներ, այսինքն քաղաքապետարանը ինքնուրույն կարող է անել ցանկացած որոշում, ինչ որ ինքը կուզենա եւ կուզենա կհատի 100 ծառ, 1000 ծառ, 10000 ծառ, նշանակություն չունի, կարևորը որ դա անում է լիազոր մարմինը։ Ուստի հաշվի առնելով, որ այս ամենը մենք ունենք, այսօր բաց նամակով դիմել եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին, քանզի երկրի վարչապետն է հանդիսանում կառավարությունը, ուրեմն կառավարության ղեկավարը երկրի եւ նաեւ նա է կրում պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առողջության, կյանքի որակի եւ նաեւ կյանքի տևողության համար սարսափելի ռիսկերը, որոնցով որ զուգակցված է ծառերի փոխարինման այս ծրագիրը, սա ուղղակի անընդունելի, անթույլատրելի մի բան է եւ մի շատ կարեւոր հարց է կլիմայի փոփոխության պայմաններում ամբողջ աշխարհում այսօր շատ խիստ արդիական են հասուն ծառերի պահպանման ծրագրերը, այսինքն ամեն ինչ անել, որ երկարացնել ծառերի կենսունակությունը, ավելացնել կենսունակությունը, երկարացնել նրանց կյանքի տևողությունը եւ պահպանել այս ծառերը, որովհետեւ դա ուղղակի ծառեր չեն, հասուն ծառերը դրանք մի ամբողջական էկոհամակարգեր են եւ հարյուրավոր այլ կենդանական աշխարհի ներկայացուցիչների նաեւ բնակության վայր են հանդիսանում, այսինքն այն ինչ որ այսօր իրականացվում է, դա իրականացվում է ի վնաս երևանցիների առողջության, շրջակա միջավայրի վրա ուղիղ ազդեցությամբ եւ կենսաբազմազանության վրա իր ազդեցությամբ, այսինքն անտեսել էս ամենը ինչ որ տեղի է ունենում մեր քաղաքում, ուղղակի անթույլատրելի այն բոլոր կառույցների կողմից, որոնք որ ասում են, որ ամեն ինչ օրենքի շրջանակներում է, ամեն ինչ ճիշտ է եւ ամեն ինչ շատ լավ է, ոչ ամեն ինչ շատ լավ չէ եւ այն հետևանքները, որոնք որ մենք ունենալու ենք մեր սեփական բույսերը, լայնասաղարթ խոշոր ծառերը փողոցների երկայնքով փոխարինելով օտարածին ծառերով, որոնք որ այլ կլիմայական պայմաններում են ուրեմն աշխատում եւ բացի սրանից ունեն սաղարթի հատուկ ձևեր, որ չեն մեծանալու այս սաղարթները, այսինքն Երևանի համար կենսական ստվերի հարցը չի լուծվելու եւ այլն տասնյակ այլ հարցեր եւ նաեւ մի կարեւոր բան էլ, որ այս բույսերը նախատեսված են եւ տնկվել են ամբողջ պատմության ընթացքում Երևանում, բացառապես այգեպուրակային տարածքներում, սա խոսում է նրա մասին, որ կառույցում որտեղ որ իրականացվում են այս որոշումները, չեն գնահատում այն ահռելի ռիսկը, որին ենթարկում են Երևանի բնակչությանը։ Ուստի հույս եմ, որ իմ բաց նամակին ինչ որ ձևով արձագանք կլինի երկրի ղեկավարի կողմից եւ ի վերջո մենք կկարողանանք գալ ինչ որ կոնսենսուսի այս ուրեմն ծանրագույն ծրագրի վերաբերյալ։ Շատ շնորհակալ եմ։